Իրավիճակը շարունակվում է լարված մնալ ռուս-ուկրաինական ճակատում։ Հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր քննարկումները որևէ արդյունք չեն տալիս։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին պատրաստակամություն է հայտնել առանց նախապայմանների հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ։ Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է դադարեն մտածել Ռուսաստանի հետ իրենց ապագա հարաբերությունների մասին և սկսեն ավելի շատ մտածել Ուկրաինայի մասին, Sky News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի առաջնորդը նաև կոչ է արել Արևմուտքին ոչ թե խնդրել Պուտինին դադարեցնել հակամարտությունը, այլ ուժ կիրառել նրա վրա։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել Զելենսկին ստիպված է լինելու համաձայնագիր կնքել։ Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը ստիպված կլինի նստել նույն սենյակում Զելենսկու և Պուտինի միջև բանակցությունների ժամանակ, քանի որ նրանք չեն կարող միասին նույն տեղը գտնվել և ատում են միմյանց։ Արևմուտքն էլ իր հերթին ցանկություն է հայտնել մասնակցելու հակամարտության կարգավորման բոլոր քննարկումներին։ Ռուսական կողմից հակամարտությանը անդրադարձել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ամերիկացիները հասկանում են, որ Ղրիմի, Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները երբեք չեն ապրի Կիևի ներկայիս իշխանությունների լծի տակ, հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու Արևմուտքի ցանկությունը Լավրովը մեկնաբանել է հետևյալ կերպ. Եվրոպան անամոթաբար փորձում է իր համար տեղ գրավել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ, չնայած հաշվի առնելով եվրոպացիների դիրքորոշումը, նրանք այնտեղ անելիք չունեն։ Հիշեցնենք, օգոստոսի 18-ին Սպիտակ տանը կայացած փակ հանդիպման ժամանակ Զելենսկին նշել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կանգնեցնելու պատերազմը, միայն թե երկու երկրների տարածքային ամբողջականությունը որոշելու են Ռուսաստանը և Ուկրաինան, միայնակ առանց միջնորդի։ Հիշեցնենք, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին և շարունակվում է առ այսօր մեծաթիվ կորուստներով։